Երբևէ դադարել եք մտածել մի բանի մասին, որը կարծես իմաստ չունի, ինչու են որոշ մարդիկ, ովքեր առաջին հայացքից չեն ցուցադրում մեծ բանականություն կամ պատրաստություն, հանկարծ դառնում են միլիոնատեր, ես խոսում եմ նրանց մասին, ովքեր հաճախ կատակների կամ նույնիսկ խղճահարության թիրախ են, նրանք չեն տիրապետում տնտեսական առումով, չեն կարդում ֆինանսների վերաբերյալ բարդ գրքեր և երբեմն հասկանում հիմնական հասկացությունները, այնուամենայնիվ ոչ մի տեղից, դրանք հայտնվում են ավտոմեքենաների, անշարժ գույքի, բարգավաճ բիզնեսի և հաջողությունների հետ, և հետո ինքներդ ձեզ հարցնում եք. Ինչպես է հնարավորը, ես կբացահայտեմ մի գաղտնիք, և դա այն չէ, ինչ դու կարծում ես, սա բախտ է, ժառանգություն կամ հրաշք, դա փողի կանոն է, և ես դա չեմ սովորել գրքերում, բայց գործնականում, սերունդների կողմից փոխանցվող հրեական ֆինանսական իմաստության միջոցով, որոնք ինձ փրկեցին, երբ ես ոչինչ չունեի, բայց նաև վստահություն։ Սկզբում կարող է թվալ, որ դա պարզապես պատահականություն է, բայց մտածեք դրա մասին։ Քանի անգամ եք տեսել պայծառ, ուսումնասիրված և տաղանդավոր մարդիկ տարիներ անցկացնում, ռազմավարություններ են ստեղծում, և դեռ հարստությունը նրանցից է անցնում, մինչդեռ նրանք, ովքեր համարվում էին միամիտ կամ նույնիսկ առանց ընդհանուր իմաստի, ստանում են այն, ինչ մյուսները չեն հասնում, դրանք կաթվածահար չեն չափազանց մեծ վերլուծությամբ։ Պարզապես գործեք և հնձեք արդյունքների։ Սա մեզ հանգեցնում է կարևոր արտացոլման։ Հետախուզությունն ու կրթությունը հարստության երաշխիք չեն, երբեմն նրանք նույնիսկ ճանապարհին են ստանում, քանի որ դրանք կասկածներ են ունենում, վախեր և վարան, մի մարդ, ով պարզ է թվում գետի նման, նա չի կասկածում ճանապարհի յուրաքանչյուր կորի, միայն հոսում է, մինչև հասնի ծով, և ահա թե որտեղ է գտնվում վճռական կետը, կա մի հիմնական բանաձև, որը միլիոնատերերը գիտեն, բայց քիչ բաժնեմաստ, մարդիկ վախենում են դա բացահայտել, քանի որ թվում է, որ շատ պարզ է, գրեթե վիրավորական ակնհայտ։ Բայց դա հենց այն է, թե ինչն է առանձնացնում, թե ով է հարստացնում նրանց, ովքեր միայն տեսական են։ Ես ձեզ կտամ, սա տարբերությունն է նրանց, ովքեր հարստանում են, և ով է միայն խելացի և աղքատ։ Եթե հետևում եք մինչև վերջ, ես կապահովեմ, որ ձեր տեսակետը և հաջողության մասինը երբեք նույնը չի լինի, դուք կհասկանաք, թե ինչու եք ձեր ծանոթությունը, որ բոլորը կարծում են, որ անջատվել են, հանկարծ նոր տուն գնեցին։ Մինչդեռ նրանց ծրագրերը դեռ գտնվում են, ես կմտածեմ դրա մասին, հետևելով ես կբերեմ իրական օրինակներ, որոնք չեն վերցրել կինոնկարներից կամ ինտերնետից, բայց ես ականատես իրավիճակներից, մարդիկ, որպես անարատ, փոխեցին իրենց կյանքը և ստեղծեցին բախտ, որտեղ խելացի տարիները անցկացրին գլուխները կոտրելու համար։ Երբ ես ասում եմ, որ պարսը դառնում է միլիոնատեր, շատերը կասկածանքով են նայում, մտածելով, որ դա զուտ պատահական է, բայց այդպես չէ, ես դա տեսա, որ տեղի է ունենում և նույնիսկ մասնակցում էր այս պատմությունների մի մասը։ Թույլ տվեք պատմել առաջին դեպքը, ես հանդիպեցի մի տղամարդու, եկեք զանգենք նրան, ով կարծես ամբողջովին անկարգ թված, նա չի վերահսկում ծախսերը, չի ծրագրել, և երբեմն նույնիսկ մոռացել եմ վճարել հաշիվներ, ինչպես կարող էր ինչ-որ մեկը նման բարգավաճել։ Քանի որ նա սկսեց փոքր բիզնես։ Տոնավաճառում ապրանքներ վաճառելով, առանց մանրամասն նախագծի կամ բարդ ռազմավարությունների, նա արագ գործեց, փորձարկեց տարբեր մոտեցումներ, և մի քանի տարի հետո նրա համեստ տարածքը խանութների շղթա էր դարձել, մյուսները ծիծաղեցին։ Նա միայն հաջողակ էր, բայց ճշմարտությունն այն է, որ հաջողություն չէր, դա հիմնական սկզբունքի հասկացողությունն էր։ Հիանալի պահի չսպասելը, բայց գործում է ներկա։ Մեկ այլ օրինակ բերվում է իմ հարազատներից, մորս հորեղբայր, այն միշտ էլ դիտվել է որպես էքսցենտրիկ, պարզ ելույթից, առանց անվանի համալսարաններում վերապատրաստվելու, սակայն նա սովորություն ուներ։ Նա տեսավ հնարավորությունները, որտեղ ուրիշները միայն խնդիրներ էին տեսնում, մինչ նրա ընկերները վախենում էին ներդրումներ կատարել Inception նախագծի մեջ, նա գնել է փոքր մասնակցություն, և 3 տարի անց այդ ընկերությունը մեծ գործարք դարձավ, գործելով մտավորականները վերլուծում էին, և ահա բանալին։ Փողերը սիրում են շարժումը, ոչ անսահման արտացոլում։ Այնտեղ հրեական իմաստությունը գալիս է, որը ես կարող եմ հստակ բացատրել, շատերի համար փողը վերջը, դուք աշխատում եք մեքենա գնել, տուն, ուղևորություն, բայց իսկապես հարուստները փող են դիտում որպես նոր հնարավորություններ ստեղծելու գործիք։ Նրանք չեն վախենում օգտագործել այն, ներդրումներ կատարել կամ ռիսկի դիմել, և այս առումով է, որ պարսը առաջ է գնում։ Այն քաջությամբ է գործում, առանց ավելորդ կասկածների կորստի։
Հիմա եկեք գնանք իմ իմացած սկզբունքներին, նախ գործեք, նույնիսկ երբ գիտելիքները սահմանափակ են, ես տեսա, որ մարդիկ վախենում են բիզնեսի մեջ հազար ռայերեն ներդնել տեղեկատվության պակասի համար, մինչդեռ նրանց տգետ մրցակիցներն արդեն գնել են սարքավորումներ, սկսել են վաճառել եւ փորձարկել շուկան, գործողությունը միշտ գալիս է տեսության առաջ, այո սխալները կգան, բայց նրանց միջոցով է, որ փորձը ձեռք է բերվում եւ հետեւաբար շահույթ։ Երկրորդ, սովորեք սխալներից եւ մի թեմա չկրկնեք, հարստությունը չի առաջանում գիշերում, պարզ միլիոնատերերը ժամանակ առ ժամանակ չէին հարստացնում։ Նրանք կորցրեցին փողը, բայց չկորցրեցին իրենց վճռականությունը, նրանք վերլուծեցին գայթակղությունները եւ առաջ գնացին, ինչպես մի երեխա, ով ընկնում է, երբ նա սովորում էր քայլել, բայց անընդհատ փորձում էր։ Երրորդ, ֆինանսական ազատությունը հնարավորություններ տեսնելու խնդիր է, ծնողներս միշտ ասում էին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են անտեսում մյուսները, սա էությունն է, նրանք, ովքեր գործում են առանց միտքը ծանրաբեռնելու, ինչպես պետք է պարզապես տեսեք եւ վայելեք դա, եւ առավել զարմանալի բանն այն է, որ հնարավորությունները ամենուր են։ Մի փոքր գաղափար, որն իրականացվում է ճիշտ ժամանակին, կարող է առաջացնել հսկայական եկամուտներ։ Սենյակ, ամեն օր քայլեր ձեռնարկեք, մի ակնկալեք իդեալական պայման, սա մեծ գաղտնիքն է։ Ես հանդիպեցի ուսանողներին, ովքեր տարիներ անցկացրին կատարյալ գաղափարի սպասում եւ երբեք ոչինչ չեն սկսել, արդեն նրա ընկերները համարվել են ավելի քիչ ունակ։ Գործեցին քայլ առ քայլ եւ կարճ ժամանակում ունեին իրենց բիզնեսը կամ պասիվ եկամուտը։ Պատկերացնելու համար ես կկիսեմ մի գործ, որը ինձ ոգեշնչեց, ծանոթությունը որոշեց բացել փոքր առցանց խանութ, նա ոչինչ չհասկացավ մարքեթինգի կամ հաշվառման մասին, բայց նա սկսեց վաճառել, առաջին վաճառքը ծիծաղելի էր, շաբաթական գրեթե 1։ Սակայն նա իմացավ ճանապարհին։ Նա ուսումնասիրեց գովազդ, զգաց տարբեր մոտեցումներ եւ լսում էր հաճախորդներին, 1 տարվա ընթացքում այն արդեն կայուն եկամուտ ուներ։ Երեքով համախմբված առցանց բիզնես, ամենակարևորն այն է, որ ժամանակ չի վատնել անվերջ վերլուծությամբ, դա պարզապես գործեց։ Այդ իսկ պատճառով պարսը դառնում է միլիոնատեր, դրանք ավելի համարձակ են, արագաշարժ եւ որոշիչ, նրանք օգտագործում են այն, ինչ ունեն իրենց ձեռքի տակ, առանց սպասելու կատարյալ սցենար, եւ դա այն է, ինչը նրանց հաջող է դարձնում։ Եթե ցանկանում եք հետևել այս ճանապարհին, սկսեք փոքր ինչից, բացահայտեք ձեր շուրջը եւ գործնականում դրեք այն, սխալները կգան, բայց ավելի շատ կսովորեցնեն, քան ցանկացած գիրք, մի ակնկալեք փորձագետ դառնալ, գործեք հիմա, գործողությունը, շարժումը եւ համարձակությունը նրանց առաջին քայլերն են հարստության ուղղությամբ։ Հիշեք, դրամական կանոնը պարզ է, այն հոսում է նրանց, ովքեր գործում են, մինչդեռ նրանք, ովքեր շատ են տատանվում կամ վերլուծում են, մնացել են, այս սկզբունքը, որն անցել է իմ առջև եկած եւ տարիների ընթացքում ապացուցվածների հետ, այն է, ինչը միլիոնատերերը առանձնացնում է ուրիշներից։ Ինչ սովորեցինք այս րոպեների ընթացքում, ինչու են երեշերը հարստացնում խելացի հաճախ խելացի, մենք գտնում ենք, որ դա դիպլոմ չէ, տաղանդ կամ բախտ, գաղտնիքը մի սկզբունքով փոխանցվում է սերնդեսերունդ, ֆինանսական իմաստություն, որը քչերը համարձակվում էին բացահայտել, փողը սիրում է շարժումը, սիրում է քաջությունը, նախընտրեք, թե ովքեր են գործում, ոչ թե ով է վախենում սխալներ թույլ տալ։ Եկեք հիշենք էական դասերը։ Գործողությունը գերազանցում է գիտելիքները, կարող եք ֆինանսական հանճար, բայց առանց կատարման արդյունք չկա, ով է գործում, նույնիսկ եթե նրանց առաջին փորձը միամիտ է թվում, շահում է փորձը եւ շահույթը։ Սխալները քողարկված դասեր են, ոչ ոք չի դառնում միլիոնատեր առանց սայթաքելու, որքան արագ եք ընկնում եւ ոտքի կանգնեք, այնքան ավելի արագ եք սովորում եւ առաջ։ Փողը գործիք է, ոչ նպատակակետ, կենտրոնացեք հնարավորությունների վրա, այլ ոչ թե հաշվի մնացորդը, օգտագործեք ձեր ռեսուրսները Crest-ի համար։ Եվ ստեղծել նոր հնարավորություններ, ֆինանսական ազատությունը ծնվում է տեսնելու եւ վայելելու հնարավորությունները, երբ մյուսները միայն խոչընդոտներ են տեսնում։ Ձեր աչքերը եւ ձեռքերը հարստության առաջին գործիքներն են, որքան ավելի ուշադիր եք, այնքան մեծ է տեսնելու, թե ինչ են անտեսում ուրիշները։ Հիմա եկեք գործի անցնենք։ Ինչպես դա կիրառել այսօր, անկախ նրանից, թե քանի դասընթաց եք վերցրել կամ պլանավորել, հաջողություններ են պատկանում նրանց, ովքեր սկսում են, նույնիսկ փոքր քայլով, դա կարող է լինել փորձարկման ներդրում գաղափարը վավերացնելու համար։ Հնարավոր հաճախորդի հետ զրույցը կամ այդ արտադրանքի գործարկումը, որը դուք առաջ է անցել ամիսներ շարունակ, մեկ շարժումը կարող է դռներ բացել, որոնք դուք նույնիսկ չեք պատկերացնում։ Լուրջ թշնամին է, որը պարալիզացնում է առավելագույնը։ Վախ, փող կորցնելու վախը, սխալներ թույլ տալու համար, ծիծաղելի է թվում, դա նորմալ է զգալ, բայց հենց դա է դիմակայել այն, որ հասնում եք ազատության եւ հաջողության հասնելու համար։
Ես հիշում եմ իմ առաջին քայլերը գրպանում ընդամենը մի քանի $100, ամեն ինչ ինձ դեմ էր թվում, շանսերը զրոյին էին թվում, բայց ես որոշեցի գործել, ես հրավիրեցի, փորձեցի, կարոտել եմ, կրկին փորձեցի, յուրաքանչյուր քայլ ամենափոքր կամը համարը, ի համար, որը թվում էր մոտեցավ նպատակին, այսպիսով միլիոնատերերը ծնվում են։ Դրանք նվեր չեն, դրանք համարձակ և համառ են։ Իմ վերջնական խորհուրդը. մի սպասեք կատարյալ պահի, մի փորձեք լինել խելացի կամ անբասիր, սկսեք հիմա, որտեղ եք դուք, փորձեք, գործեք, սովորեք սխալներից, կարգավորեք երթուղին և շարժվեք, որքան ավելի շատ եք գործում, այնքան ավելի մոտ է, որ այն ստացվում է ֆինանսական անկախացումից։ Եթե այս բովանդակությունը ձեզ վրա կայծ վառեց, հետևեք ալիքին, եկեք բացահայտենք այն փողերի օրենքները, որոնք դպրոցները չեն դասավանդում, ընտանիքի և իրական պատմությունների գաղտնիքները ընտանիքի և կյանքի իրական պատմություններով։ Խոստանում եմ։ Հաջորդ տեսանյութերը կլինեն նույնիսկ ավելի խորը և գործնական, դուք կհասկանաք, թե ինչպես կիրառել այս սկզբունքները բիզնեսի, ներդրումների և նույնիսկ ամենօրյա որոշումների համար։ Հիշեք, կասկածների մեջ համր լինելը թույլ չէ, դա առավելություն է, քաջություն, գործողություն և շարժում։ Սա է միլիոնատերերը, օգտագործեք այս իմաստությունը, գործնականում դրեք, և գումարը կգա ձեզ մոտ։ Գործեք այսօր, դուք կզարմանաք, թե որքան կարող եք առաջ տանել, որպեսզի չկորցնեք հաջորդ դասերը, ապա բաժանորդագրվեք հիմա, վստահություն, դուք չեք ցանկանա կորցնել, թե ինչ է գալիս, ֆինանսական ազատության ձեր ճանապարհը սկսվում է մեկ քայլով, տվեք այսօր։ Տղամարդ,